Իրանի հետ իրավապաշտպան նաև Հայաստանի իրավիճակից ելնելով պարոն Մելիքյան օրվա խորհրդին անդրադառնալով ինչ էսպես սրտով ենք նշում այս օրը մենք Ինձ թվում է այսօր Հայաստանում այսօր աշխարհում նշվում է մարդու իրավունքների օրը դեկտեմբերի 10-ին դեռ 1948 թվականին Միացյալ Ազգերի կազմակերպությունում ընդունվեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը հիմք հանդիսացավ բոլոր երկրներում մարդու իրավունքների երաշխավորման համակարգեր ստեղծելու համար, բայց եթե աշխարհի բոլոր երկրներում այսօր մարդու իրավունքների օրն է, ապա Հայաստանում կարծում եմ այսօր կարելի է նշել կեղծավորության օրը, որովհետև մենք տեսնում ենք ամիսներ առաջ չէ, օրեր առաջ, նույնիսկ ժամեր առաջ մարդու իրավունքների ծանրագույն խախտումներ մի կողմից օրինակ դիմադրի նկատմամբ գազանաբարո հարձակում, որը արդեն 48 ժամ է անցել չի բացահայտվել, քաղբանտարկյալներ, ակնհայտ քաղբանտարկյալներ խոսքի համար, դիրքորոշում հայտնելու համար, ամիսներ շարունակ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ արդեն արշավ բառնել է փոքր հալածանքներ ունենում ենք տեղեկատվական այլանդակ գրող չի ստացվում թմրանի միջոցների եւ այլն մյուս սրբազանների գործը բացարձակ իրավունքի հետ կապ չունեցող գործեր եւ մեկ էլ այսօր հավաքվում են պետական պաշտոնյա կեղծավորները եւ մարդու իրավունքներից խոսելու համարձակություն ունեն Սուր կեղծավորության օրն է Հայաստանում եւ գոնե այստեղ ես ուրախ եմ, որ գոնե մարդիկում անցնում են, տեսնում են, որպես այդ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Բարերար Սամվել Կարապետյանը 4 արքեպիսկոպոսները բազմաթիվ այլ քաղբանտարկյալներ, Գյումրիի գործերով, Դավիթ Համբարձումյան Մի խոսքով կարելի է ժամերով խոսել, բայց մեկ էլ դրա կողքին լրիվ ուրիշ իրականություն, ժպիտներով, միջազգային գործընկերներ, մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող տիկին, Ալեն Սիմոնյան, մարդու իրավունքներից են խոսում։ Մարդու իրավունքների իրականությունը հենց այստեղ է գետնի վրա է եւ մենք դրա մի փոքր դրվագին ենք այստեղ տեսնում եւ ողջունում եմ այս խորհրդանշական ակցիան, որ Մանցիֆեկի խմբագրությունն է իրականացնում մարդիկ պետք է տեսնեն, որ մեր երկրում մարդու իրավունքներ հասկացությունը վերածվել է կեղծավորության։ Պայմաններում այդ դեպքում իրացնել ձեր մասնագիտական բնակությունները ընդհանրապես կատարել ձեր առաքելությունը։ Ես կարող եմ ասել, որ արդեն սկսել են պաստաբանների, իրավապաշտպանների նկատմամբ որոշակի գործողություններ, հիշենք ամիսներ առաջ Ռուբեն Մխիթարյանի, Գյումրեցի Ռուբեն Մխիթարյանի փաստաբանի հետ կապված գործը, որը շուրջ 1 ամիս մնաց անազատության մեջ, Կոչուբաևին հիշենք, որը ավելի կարճ մնաց անազատության մեջ, երկուսն էլ բացարձական հիմն են, որևէ երաշխիք որևէ մեկը մեր երկրում չունի, որ ընդդիմադիր գործունեություն է իրականացնում, որ դրա նկատմամբ չի լինի հարձակում, դրա նկատմամբ չի լինի քրեական հետապնդում, բայց ես համարում եմ, որ սա յուրաքանչյուրիս անձնական ընտրության հարցն է։ Ես նոր տեսա, որ այստեղ հիշեցին գործընկերները ուսանողի Արմեն Գրիգորյանին։ Ես Արմեն Գրիգորյանի հետ զրույցներն եմ հիշում, օրինակ, երբ որ ես հարցնում եմ, ասում եմ, ինչ որ հարցեր է տանի, նա ասում է, սա պատվի հարց է, պատվի հարց է։ Եվ ես կարծում եմ, որ բոլոր այդ մարդիկ, ովքեր որ սահմանվել են պատվի հարց, այլ ոչ թե ինչ որ բարիքներ ձեռք բերելու հարց, այդ մարդիկ ունակ են Հայաստանի այսօրվա վիճակի հետ կապված իրենց համարձակությունը դրսևորել, խոսել եւ շատ են այդ մարդիկ եւ քիչ չեն այդ մարդիկ ես համարում եմ որ իշխանությունների այս ջղաձգումները նաեւ պայմանավորված են օրեցօր նրանց այն գիտակցումով որ մարդիկ դադարել են նրանց գնալով դադարում են նրանց հավատալ սա է Պարոն Մելիքյան, դուք գրառում եք արիշ զուգահեռ իրականությունում բռնության կոչեր են արվում, իհարկե ընդդիմադիրների հասցեն, եթե իշխանության հասցեն լինեին, անմիջապես կբռնվեին եւ կբանդարկվեին։ Այդ զուգահեռ իրականությունում կատարվողը որպես փաստաբան
ինչ գնահատական կարող եք տալ եւ բռնության կոչն է արվում եւ բռնության կոչն են սրտիկներ, լայքեր են դնում, այսինքն այդ ամեն ինչը միթե չտեսնում նույն իրավապահ համակարգը։ Իրավապահ համակարգի խնդիրը այստեղ չի, իրավապահ համակարգի մենք չպետք է ակնկալենք ավելին, քան դրանք ունակ են իրականացնել։ Այս խնդիրը քաղաքական է։ Օրինակ կոնկրետ ձեր մատնանշած գրառումը վերաբերում է Միրան Հակոբյանի նկատմամբ հարձակման վերաբերյալ ընդամենը մի լրատվականի, ընդամենը մեկ նյութի տակ իմ ճեպազրույցը լուսաբանող 11 ակնհայտ աներկբա բռնության կոչ, որոնցից յուրաքանչյուրի պարագայում որևէ եթե դիմադիր նման բաներ ասել, որը իհարկե ողջունելի չէ որևէ պարագայում հաստատ նրա նկատմամբ քրեական հետապնդում էր արվեցել։ Չեմ ասում, որ ձերբակալվել էր, չեմ էլ պնդում, որ պետք է ձերբակալել, չէ, առհասարակ ես կողմ չեմ ազատությունից զրկելու խոսքի համար, բայց գոնե քրեական հետապնդում կհարուցվեր եւ այս պատկաստ նկատմամբ տեսնենք կհարուցվի թե չէ։ Պարզ է, որ չի հարուցվի։ Պարզ է, որ որևէ գործողություն չի կատարվելու։ Մենք չպետք է այս ամեն ինչը հաշվի առնելով թևաթափ լինենք եւ պետք է հասկանանք, որ եթե այսօր 2025 թվականի դեկտեմբերի 10-ը կեղծավորության օրն է, այն օրն է, երբ հետույք բառը եթերում ասելու համար մենք ունենք բանտում գտնվող մարդ եւ միաժամանակ Ալեն Սիմոնյանը եւ մյուս կեղծավոր պաշտոնյաները խոսում են Հայաստանը մարդու իրավունքների երկիր լինելու մասին, ապա գոնե հույս ունենանք, որ մյուս տարի ուղիղ 1 տարի հետո մենք իսկապես կունենանք մարդու իրավունքների օր։ Հայաստանի բոլոր քաղաքացիները կունենան իրենց մարդու իրավունքների հռչակագրով սահմանված իրավունքների երաշխիքներ, այնպես ինչպես իրականում կար մեր երկրում։ Խնդիրներ միշտ է եղել, բայց գիտեք, եթե մենք հիմա համեմատում ենք այսօրվա խնդիրները եւ ասենք օրինակ 8 տարի առաջվա խնդիրները, դա նույնն է, որ օրինախախտում է եւ մարդասպանությունը եւ կարմիր լույսի տակ ճանապարհ անցնելը։ Պարոն Մելիքյանի հարցերից մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ցանկացած Facebook-յան գրառում ընդդիմադիրների վերաբերյալ միանգամից արձագանք է գտնում իր թիմի եւ իրավապահների կողմից, բայց Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ բռնության դիմորդները պետք է բացահայտվեն, արձանանան թե քաղաքական թե իրավական գնահատականի։ Ինչու այդ քաղաքական եւ իրավական գնահատականը չհետևեց այս հայտարարիչ գրառմանը։ Ես այս պահի դրությամբ ուզում եմ մի փոքր այսպես ամբողջությամբ սուվել խոսքը վերաբերում էր բնականաբար Միրան Հակոբյանի նկատմամբ հարձակմանը, որտեղ ես հրապարակավ հայտարարել եմ, հիմա էլ եմ ասում, իրավապահները, որոնց որ հանձնարարված է այս գործը, ում է ձևավորվել աշխատում են։ Հենց հիմա էլ ես գալիս եմ մի քնչական գործողությունից, որ Միրան Հակոբյանի հետ իրականացնում են։ Թող իրենց գործը անեն։ Թող իրենց գործը անեն։ Թող ապացուցեն, որ գոնե այս փոքր հարցում մենք սխալվեցինք, իրենք ճիշտ են։ Բայց մենք տեսնում ենք օրինակ 3 տասնյակ քաղաքացիներ բռնության այս միջադեպի հետ կապված բռնությունը արդարացնող գրառումներ են անում, մեկնաբանություններ են թողնում եւ որևէ հայտարարություն չկա, օրինակ որ այդ պատմած նկատմամբ քրեական հետապնդում է սկսում այսօր առավոտն եմ ես 1 առ 1 մեկիկ հանել եմ եւ տեղադրել եմ։ Տեսնենք։ Պարզ է ինչ է լինելու, բայց այսպես ասեմ, ես մի քիչ էլ արհույս լավատես լինելով փորձեմ շանս տալ, ցույց տալ, որ իրենք ճիշտ են։ Հակառակ դեպքում սա կեղծավորության եւս մի դրսևորում է, հերթական դրսևորում է, չէ՞ նոր բան չի։ Այս մարդիկ նոր չի, որ պետք է կեղծավոր դառնային։ Իսկ այսօր Հայաստանում ես համարում եմ, որ ոչ թե մարդու իրավունքների օրն է, այլ պետական կեղծավորության օրն է։ Շնորհակալություն։ 168-ի հարկելի հետևողներ այստեղ տեղադրվել է աբսուրդի պատը եւ քաղաքացիները արդեն իսկ հասցրել են գրառումներ կատարել։ Սրտազանները, Կարապետյանները, մնացած բոլոր նրանք, ովքեր կանոնավորվել են իրենց քաղաքական հայացքների համար, շատ ավելի ազատ են,